Ժողովրդյան անցնենք։ Երբ նայրար մեր փապակն է, կերակույն փապակն է, որ օրեօր ավելի կուվորտվիտ Հիսուս Քրիստոսի նմանինք, այո, խոստովանենք, որ կծախողենք շատ անգամներ, բայց կխնդրենք որով դեր թում մեզ օգնես, որովհետև քո օգնությունով դե որ պիտի գնանք այդ մեգնել, առանց քեզի մենք չենք գնար։ Օգնե մեզի եւ ով դեր մասնավորապես այսօր այս սեդոթյան ընթացքին մեր մտքերը բաց ամեն նյութեր որ պիտի խոսքին խորհուրդներ որ հայտնվին լավ որով դեր մեզին օգնեն որ ավելի քեզի մոտենանք ավելի քեզի վստահենք Հիսուսի անունով ամեն շատ լավ բարի եկաք բոլորը ուրախ եմ որ ոսկանը հոսե այսօր չեմ գիտեր որքան պիտի մնա քանի ինչ որ գասկնամ յետ պիտի դերտամ բեսե ոսկան գուսամ կդեսնվինք ծևոմը ինչ որ է բարի եկաք բոլորդ ուրախ եմ որ մեծ մասամբ այսօր հոսեք կոմիդասը ինձի անցյալները սավ as Թանիելի քիրքը մեզի երբ պիտի բացադրես եւ ընդհանրապես ցեզի վերջին օրերու մասին որ խոսիմ հadoop բաժիններու մասին խոսիմ եւ այսօր լավ դեսա որ այս բոլոր մեր գիծածները կարգի տնելով մեկ-մեկ սերդենք համարով եւ տեսնենք թե ինչ կսա Աստծո խոսքը Հիսուսի վերադարձին մասին Հիսուս անշուշտ գիտենք որ առաջին անգամ եկավ ծնավ իբր մանուկ խաչվեցավ հարություն արավ եւ երկինքան բարձավ բայց անգյանտին Հիսուսի երկրորդ քալուստը գա եւ մենք այսօր ավելի պիտի կենտրոնանանք Հիսուսի երկրորդ քալստյան մասին եւ այդ երկրորդ քալստյան մասին դիդոսի մեջ կսե որ երջանիկ հույս մնե անոնք որոնք Քրիստոսը ունին իբր իրենց դեր եւ բրգիչը անոնք իրապես ունին երջանիկ հույսը որ իրենց կսպասե դիդոս 2:13 կսե ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստուծո ու մեր բրգիչ Հիսուս Քրիստոսին փառքին հայտնվելուն ան որ վերստին ծնած է ան որ իրապես փրկված է եւ Գաբրի այն կյանքը որ Աստված կուզե որ ինքը ապրի Քրիստոսի բادرները կատարելով ցեզի գրնամ ասել որ այդ անձը նաեւ կսպասե այդ երջանիկ հույսին որ Հիսուս պիտի վերադառնա իրեն ոչ մեկ բան այս աշխարհի վրա կգաբե ոչ մեկ բան իրեն կխոսի իրեն միտքը սիրտը ամենը կապված է երկինքի հետ երկինքը գտնվող իր փրկին հետ եւ գուզե օրմ առաջ այս երկրեն փոխադրվել իր հավդենական դունը անշուշտ ունենք սիրելիներ որ դակավին փրկված չեն գաղութենք իրենց համար կխոսենք իրենց շատ անգամ եւ անշուշտ մեր փապակն է որ ամենալ փրկվին բայց դակավին չեն փրկված անոր համար մենք կշարունակենք մեր կորձը կատարել մինչև այնադեն որ կյանք ունենք մինչև այնադեն որ այս աշխարհին բրանենք եւ չենք գիտեր երբ Աստված պիտի հասնի այդ հոգիներուն բայց մեկ բան շատ լավ գիտենք որ ինչպես այդ արագը սերդեցինք ասկե երկու շաբաթ առաջ որ ինք իրեն հունդը որ գցամբի Աստված ադիգա գաջեցնե գամած եւ մենք չենք տեսնել ինչ կբադայի անցիմներսը, բայց կրնանք շարունակել անել այնինչ որ գնենք, որբեսի այդ անցիգը ունենան մտնոլորտը Աստծո խոսքով շրջապատված, որ օրմը չէ օրմը այդ խոսքը իրենց սրդերուն թփչի։ Ուրեմն հիմա պիտի սկսենք նախ նայելու Հիսուսի խոստումի մասին, Հիսուս որ խոստացավ որ պիտի կա, եւ գիտենք որ ինչ որ խոստանա Հիսուս, անիգա չփոխվի եւ իրական է, եւ ասիգա Հիսուս իր աշակերտներուն հրավ, առաջինը կգարտանք Հովաննու 14:1-4-ի մեջ կսե, սրդենից չխորովի, Աստուծո հավատացեք,
ինձալ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ցեզի պիտի սեի։ Հիմա գերտամ, որ ցեզի դեղ պատրաստեմ, եւ եթե երթամ ու ցեզի դեղ պատրաստեմ, նորեն պիտի կամ ու ցեզ քովս առնեմ, որբեսի ուր որ ես եմ, դուք ալ հոնլակ, ուր որ ես գերտամ, գիտեք ու ճամփանալ գիտեք։ Այս խոսքերը Հիսուս կսե աշակերտներուն եւ ասի կբադայի Հարութենն ամիջապես վերջ եւ աշակերտներուն գանտբի վերնադան մեջ եւ Թոմասն ալ հոնգլա եւ Հիսուս խոստում գներ աշակերտներուն որ գերտամ ցեզի դեր պատրաստելու եւ յետ պիտի կամ եւ ուր որ ես եմ դուք ալ հոմ պիտի լակ ասինչ քերեցիկ խոստում մնե որ Հիսուս գնեմ բոլոր իր աշակերտներուն իր զավակներուն որ իրենց ցույց դրած են իր վրա Ես գերտամ եւ ցեզի դեղի պատրաստեմ որպես երբ որ յետ կամ ցեզի ամենքդ իմ քովս առնեմ Հիսուս շատ շանցած պիտի կա եւ ամեն իրենները գսե իրեն քով պիտի առնեն Հաջորդ խոստումը կգտնենք Կորցկարակելոց 1:11-ի մեջ որ հրեշտակները աշակերտներուն դվին երբ որ Հիսուս երկին կամփարնար աչքերին վեր գնային Հիսուսի որ երկին կամփարնար հրեշտակներ երևցան իրենց եւսին ով Գալիլեացի մարդիկ ինչու գայներ թեպի երկին գնայիք այս Հիսուսը որ ցեզ մե երկին կամփարցավ այսպես պիտի կա ինչպես տեսակ անոր երկինք երթալը հոստեղը հրեշտակները հույս կտան աշակերտներուն որտեղ հրեշտակ չմոռնանք որ աշակերտները շատ շվարած էին իրար անցած էին թե ինչ էր կբադայր այս վերջին օրերում մեջ երբ Հիսուս ծերպակալվեցավ իրեն խաչեցին մերավ հարություն արավ եւ նոր գասկնային Հիսուսի սազները հիմա հեշտակները իրենց հույս մգուդան եւ իրենց գավեցնեն Հիսուսի խոսքերում ասելով որ այո Հիսուսը քնած բայց նույն Հիսուսը ինչպես քնած ամբերով որ երկինք ելավ նույնպես ալ յետ պիտի վերադառնա եւ ասիկա ճշմարտություն մեզի խոսի հոս որ Հիսուսի երկրորդ քալուստը ամբերով պիտի լա ինչպես քիչ վերջ պիտի տեսնենք անիկա հապշտակության մասին խոսի առաջին մասը եւ Հիսուս պիտի կա իրենները իր կոբարնե ինչպես երկին կամփարցավ այնպես ալ յետ պիտի կա ուրիշ խոստումը կտեսնենք Եբրայեցիս նամակներու մեջ Եբրայեցիս 9:28-ը որ գսե նույնպես ալ Քրիստոս մեկ անգամ բادرակ մատուցվեցավ շատերուն մեղքերը վերցնելու համար բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար անոնց որոնք անոր կսպասեն հոս նորեն Եբրայեցիսի մեջ կհիշե թե Հիսուս երկրորդ անգամ եւս պիտի գա որոնց համար անոնք որ զինք կսպասեն ան որ զինք չսպասեր ասել է թե իրականության մեջ իր հոգին ասծո հետ չէ ուրիշ բաներու վրա իր հոգին ուրիշ բաներու կապված է եւ ասի վտանգավոր վիճակ մնե եթե մեզ մեկը այդ սպասելու Փափակի մեջ կամ այդ սպասելու վիճակի մեջ չէ ցեզի ասեմ որ անոնք որոնք ուրիշ դեմը գսե անոնք որոնք Հիսուսի կսպասեն գսե անոնք հadouk բսակը պիտի առնեն երկինքը բոլոր անոնք որ Հիսուսին կսպասեն անոնք հadouk բսակը բարձրացումը պիտի առնեն երկինքը որովհետեւ անոնք որ Հիսուսին կսպասեն համարը գսե իրենք կմաքրեն եւ միշտ մաքուր վիճակի մեջ կպահեն իրենք որպես երբ որ Հիսուս կա իրենք պատրաստ լան Հիսուսի հետ երկինք երթալու Առաջին Հովաննու 2:28-ը նորեն Առաջին Հովաննու 2:28-ը գսե ու հիմա որդյակներ անոր մեջ կեցեք որպես երբ անիկա հայտնվի մենք համարձակություն ունենանք ու անգետ չամճնանք իր քալու ադենը հոս նորեն
Հովհաննես Արաքյալը գխոսի Հիսուսի երկրորդ քալստյան մասին, անոր գողքին մեզի գուտա բադվերմը, եւ այդ բադվերը այս է գսե անոր մեջ գեցեք։ Իշեք Հովհաննու 15-րդ գլխի մեջը Հովհաննես Արաքյալը խոսեցավ որդադունգի մասին, թե ինչպես մենք պետք է բադված տված լանք Քրիստոսի վրա, այսինքն Քրիստոս մեր մեջը պետք է ըլլա, մենք ալ իր մեջը, Քրիստոս պետք է ապրի մեր կյանքը, որբեսի բդուղ բերենք, որբեսի Աստուծո հաճելի լանք, եւ այս համարներուն հետ կապված կգարտանք Հովհաննես Արաքյալը մեզի անգամ եւս կշեշտե, որ մենք կսե անոր մեջ կենանք, որբեսի երբ որ անիկա հայտնվի գսե համարցակություն ունենանք ու անգետ չամճնանք իր կալու ադենը։ Չամճնանք, ինչու մեկը գամճնա։ Մեկը գամճնա, երբ որ սխալ բան մրեր է։ Գամճնա, երբ որ ինքը այնտեղ չէ, ուր պետք է ըլլա։ Եվ մենք հավատացյալներս չենք ուզեր Հիսուսի երկրորդ քալստյան ամճնալ, որովհետև մենք պատրաստ չենք կամ այնտեղ չենք, ուր որ պետք է ըլլանք։ Եվ երեք երկուքի մեջնալ կշարունակե գսե սիրելներ, հիմա մենք Աստուծո որդիներն ենք եւ դա գավին հայտնի չէ թե ինչ պիտի լանք, բայց գիտենք թե երբ անիկա հայտնվի անորբես պիտի լանք, վասնզի անիկա պիտի տեսնենք ինչպես որ է։ Ինչի մասին է որ խոսի Հովհաննես Արաքյալը այստեղը, հիմա չենք գիտեր ինչ պիտի լանք, բայց երբ որ անիկա հայտնվի իրեն պես պիտի լանք, ինչպես էր Հիսուս հարութենեն վերջ Փարաբորյալ մարմինով։ Հիշեք, երբ որ Բեռնադունը նստած էին, առանց թուրը բացվելու, մեմնալ Հիսուս իրենց մեջտեղը գտնվեցավ, Փարաբորյալ մարմինը արած էր։ Եվ ադոր մասին է որ խոսի, հոստեղը մենք ալ իրեն պես պիտի լանքսե, վասնզի զանիկա պիտի տեսնենք ինչպես որ է։ Եվ Հիսուսի գադարելությունը մեր վրա պիտի հագնենք, ինչ գեղեցիկ բան, որովհետև հիմա որքանալ կփորձենք Աստծո խոսքին նազանթիլ, միշտ գինանք, միշտ սխալներու մեջ գինանք եւ գաղդոդվինք, վրանից ցեխ կուքա շատ անգամ այս աշխարհի մեջ որ գաբրինք աղդոդ է եւ գաղդոդվինք աշխարհեն եւ փառքը Աստծո որ երբ որ Հիսուս քագս է իրեն պես պիտի լանք գադարյալ անցեր պիտի լանք որ այս աշխարհի վրա ոչ մեկը կրնա ըլլալ եւ հայտնություն 22-20-ին մեջ վերջին համարներն են ասի Սուրբ Գիրքին Հիսուս կխոստանա երբ որ Հովհաննես Արաքյալին գուտա հայտնության գիրքին հայտնությունները վերջին բեղը այս խոսքերը գսե վերջին թեր համարն է Սուրբ Գիրքին ասիկա գսե այս բաներուն վկայություն տվողը գսե այո շուտով գուքամ ես ով է վկայություն տվողը որը մասին խոսի Հիսուսի մասին որովհետև Հիսուս էր որ այս պատկամը տվավ Հովհաննես Արաքյալին եւ մենք կսպասենք այդ խոստումը որ աստեղը տվավ մեզի համար է որում մենք կսպասենք Հիսուսի խոսքերը գադարյալը լալու համար պետք է Հիսուս ետ վերադառնա եւ խոստումներ որ գարտացինք ասորպես ուրիշներ ագամ դագավին բայց այսքանով բավականանակ կտեսնենք որ այն խոսքը որ խոսվեցավ մեզի այո եւ ամեն է եւ Հիսուս շատ չանցած պիտի վերադառնա Հիսուսի առաջին քալուստը աշխարհ հիմա պատմություն է այլևս պատմության մեջ կգարտանք բայց Հիսուս աշխարհ չեկածեն կտեսնենք 5 դագարանի մեջ որ իրեն համար մարգարեություններ եղած էին եւ այդ մարգարեություններուն խոստումներուն համաձայն Հիսուս աշխարհ եկավ Փեթլեհեմի մեջ իբր մանուկ ծնավ որպես մանուկ thank you Armen շտկելուս համար որպես մանուկ ծնավ եւ կգարտանք հետո որ Հիսուս երբ որ մեծավ 30 տարեկանին սկսավ ծառայության 33 տարեկանին խաչվեցավ թաղվեցավ եւ հարություն արավ
եւ հիմա ան մեր հարուցյալ փրկիչն է եւ ասոնք բոլորնալ սուրբիրքին մեջը ժամանակեն առաջ մարգարեացված էր եւ 400-ի չափ մարգարեություններ կա Հիսուսի մասին, որ 5 դագարանի մեջ գրված է, որոնք կրնան կսել, որ Հիսուս բոլորնալ գադարեց իր աշխարհ քալովը։ Ուզեմ մի քանի օրինակներ տալ ցեզի, 12 օրինակներ ամենակարևոր մարգարեություններ են, որբեսի տեսնենք, թե ինչ Աստուծո խոսքերը որքան ճշմարիտ են եւ մենք կրնանք վստահիլ Աստուծո բոլոր խոստումներուն։ Աստուծո խոսքը գադարյալ է, անոր մեջը սխալական բան չի գա եւ անկարելի է որ մեկ անցը գարենա այսքան մարգարեություններ ինք իր կյանքով լեցնել եւ probability-ն, այսինքն կարելիությունը, որ մեկ հոգի այսքան մարգարեություններ գադարե, այնքան մեծ է, որ անկարելիությամբ է բան է, բայց Հիսուս այդ մեկը կարելի էր։ Առաջինը կգարտանք Հիսուսի մասին, Եսայա 7 այս համարները բայեցեք, նոր գդագարանի մեջ ուր գադարվեցավ անի անոր դերը նաբիցեմ բայց չեմ զեր գարտալ, եթե ոչ ամեն իրգուն հոսպիդը լանք ուրիշ բաներալ գանգուզեմ սել, կովենիտ կրեցեք, հիմա ցեզի մարգարեացված բիդիսեմ, անգե վերջը միան գադարվածին դերը բիդիսեմ, այդ մարգարեության գադարվածին։ Ուրեմն առաջին 7:14 Անոր համար դերը ինք նշան բիդի դա քեզի, ահա գույսը բիդի հղանա ու որդիմը բիդի ձնանի ու անոր անունը Էմանուել բիդի գոչվի։ Ասիկա Հիսուսի ծնունդին մասին խոսի, որ գույսը բիդի ձներ եւ անշուշտ ոստեղը Հիսուսի անունն ալ գիշվի Էմանուել, այս մեկը բադայցավ Մատթեոս 1:23-ի մեջ։ Եվ հետաքրքրական է այս հաջորդը, որ ծննդոցի մեջ առաջին քիրքը, որ Քրիստոսը 2000 տարի առաջ գրված էր, կգարտանք ծննդոց 49 դասի մեջ, երբ Հակոբը իր վերջին խոսքերը գսե Հովսեփի եւ իր եղբայրներուն իրեն օրհնությունները գուտա, կգարտանք 49 դասի մեջ, որ Հակոբը կմարգարեյանա արդեն գսե իշխանությունը հութայեն պիտի չբացի, ոչ ալ անոր ոտքերուն մեջտեղ են օրենստիրը, մինչև որ սելովը կա։ Հոս Հակոբ կմարգարեյանա, որ Հիսուս հութայի ցեղեն պիտի կար եւ իշխանությունը հութայեն պիտի կար։ Բոլորը ասիգա համարը Հիսուսի մասին է որ խոսի եւ ժողովուրդներ անոր հնազանդին շարունակությունը 10-րդ համարին գսե։ Հաջորդը Միկիա 5:2 Եվ թուն ով Փեթլեմ Եփրաթա, թեև հութայի հազարավորներու մեջ բզդիգես, բայց քեզմե պիտի ելլե ան, որ Իսրայելի վրա իշխան պիտի լա ու անոր ելքը հինեն հավդենական օրերեն է։ Որու մասին խոսի, անշուշտ Հիսուսի մասին, վերջին մասը համարին շատ հստակ կնենք, անոր ելքը հինեն հավդենական օրերեն է։ Միակ Հիսուս է, որ հավդենական օրերեն է եւ աշխարհ եկավ, ուրիշ մեկը այդ մեկը չերած եւ պիտի չգնալ անել եւ անշուշտ ոստեղը կմարգարեյանա Հիսուսի ուր ծնիլը, որ Փեթլեհեմ պիտի ծներ։ Հաջորդը Զաքարիա 9:9 Մեծաբես ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղագե ով Երուսաղեմի աղջիկ, ահա քու թագավորդ քեզի գուկա, անիգա արդար ու փրկիչ է, հեզ ու իշու վրա հեծած եւ իշու ցակի ավանագի վրա։ Այս մարգարեությունը անշուշտ կխոսի Ծաղկազարդի օրվան մասին, երբ որ Հիսուս իշու ցակի ավանագի վրա եւ նստած Երուսաղեմ մտավ իբր հաղթական թագավոր հաղթանակի օր եւ
այս մարգարեությունը փառար գդարվեցավ ոչ թե միան ավանագի վրա նստավ Հիսուսը հոն նոր գդագարանի մեջը Մատթեոս 21:4-5-ի մեջ կգարտանք որ Իշու ավանագի վրա նստավ եւ ոչ մեկ բան որ մարգարեության մեջ կար փոխվեցավ Հիսուսի գդարած ադենը ամեն բան գեդին գդարվեցավ ներողություն նոր գդագարանի մասը բացուցի Okay, Եսայի 7:14-ը Մատթեոս 1:23-ի մեջ կդարվեցավ, ծննդոց 49:10-ը Հութայի ցեղենը Եփրայեցիս 7:14-ի մեջ կսե, Միքիա 5:2-ն որ Փեթլեմ պիտի ծներ Ղուգաս 2:11-15-ի մեջ on դժմարություն գուտա եւ աս վերջինը որ հիմա գարտացի Երուսաղեմ մտնելը Իշու վրա Մատթեոս 21:4-5-ի մեջ այդ կդարվածը գարտանք։ Հաջորդը Սամոս 41:9 Սամոս 41:9 գսե մինչև անգամ իմ բարեկամս որու աբավիներ էի իմ հացս ուդողը ինձի թեմ գրունկ վերցուց որու մասին գխոսի ասիգա Հութայի մասին գխոսի որ իր հետ հաց կուդեր եւ կգարտանք Հովանու 13:18-ի մեջ որ իր ցերկը Երգարեց եւ Հիսուսը ամոր իր ցերկը հիմա տրավ գսե ուդելիկին հացին անիգայ որ զիսպիդի մարգարեան մատնե եւ ճիշտ այդպեսալ կդարվեցավ ուրեմն Հովանու 13:18-ը այս մարգարեությունը կդարեց հաջորդը Զաքարիա 11 Զաքարիա 11 12-ն 13 11 Եթե ծեր աչքերուն հաջող երևնա իմ բարձ կստվեք ապա թե ոչ զանց ըրեք իմ բարձկիս համար 30 արձատ կշրեցին դերը ինձի իսավ զանիգա փրուդինն է դե ասիգա վայելու չքիմ մնե որ անոնք ինձի համար գդրեցին 30 արձատ արի զանիգա դերոջը դունը փրուդին նեդեցի եւ ասիգա գխոսի այն բանին համար որ կդարվեցավ Մատթեոս 26:15-ի մեջ եւ Մատթեոս 27:9-10 համարներու մեջ ինչ պատայցամ անդեղը կգարտանք որ հութան երբ որ Հիսուսը մատնեց քանի գդոր արձատ իրեն դվին քահանաները մատնելուն համար 30 գդոր արձատ եւ ինչ հրավ հութան երբ որ զղջաց քնած քսե փրուդին դունը նեդեց եւ այս նույն բարերով կգարտանք ինչ որ 5 դագարանի մեջ գրված է ճիշտ այնպես կդարվեցավ նոր գդագարանի մեջ առանց ոչ մեկ վրիբումի հաջորդ մարգարեությունը Սամոս 22:16 Սամոս 22:16 Սեբասնզի շուները 4 կողմս արին չարերուն ժողովը զիսպադեց ցերկերս ու ոտքերս ձագեցին ինչի մասին է որ գխոսի ասիգա Հիսուսի ոտքերը եւ ցերկերը որ խաչին վրա կամեցին անոր մասին է որ գխոսի աս մարգարեությունը Սամոսի մեջը Սամոս գիրք երբեք չեք խորիր որ մարգարեություն կա մեջը Սամոսի մեջ նույնիսկ քանի մարգարեություններ կա Հիսուսի մասին ասենք մի քանի հատն է որ ցեզի գսեմ եւ ասոր գադարվիլը մենք կգարտանք Հովանու 19:36-37 եւ Հովանու 20 եւ 25 համարները հաջորդ մարգարեություն Սամոս 69:21 Հաբա գերագուրի դեղ թույն դվին ինձի ու ծարավցած ադենս կացախ խնցուցին ինձի որքան մանրագրգիտ կրնալ այս խոսքերը գսե երբ որ ծարավեցա գսե ինձի կացախ դվին եւ ինչ պատահեցավ խաչին վրա Հիսուս երբ որ խաչվեր ծարավը մսավ իրեն ինչ տվին կացախ տվին սպունքի վրա կացախ բերան երգնցուցին որպես ճուրի դեղ կացախ մե եւ Մատթեոս 27:34 ասոր մասին գխոսի ուրիշ մարգարեությունը Մատթեոս ներողություն
Սամոս 22:1 Աստված իմ, ինչու զիս թողուցիր։ Հետաքրքրական է, չէ՞, ճիշտ նույն բառերը Հիսուս երբ արտասանեց խաչին վրա, երբ որ խավարում եղավ, ինքը հոր աստուծմեն զավեցավ, Հայր Աստված իրեն երես դարձուց, ճիշտ այս խոսքերը Հիսուս ինքը արտասանեց, Աստված իմ, ինչու զիս թողուցիր։ Եվ ասիկա գտնվի Մատթեոս ավետարանին 27:46 համարի մեջ։ Եսայա 53:9 Սե անոր քերեզմանը ամբարիշներուն հետ թրվեցավ, բայց երբ մերավ հարուստին հետ եղավ, քանզի անիգա անօրենտյումը չկործեց ու անոր փերնին մեջ նենկությունը չգտնվեցավ։ Այս մեկն էլ հետաքրքրական է, որովհետև Հիսուս երբ որ թաղվեցավ, գիշեք Հոսեփ անունով մեկը գար, Արեմաթիացի, եւ հարուստ մարդ մներ, որ իր կործեն գբերաթարնար, իրեն կանչեցին, որ Հիսուսի խաչը վերցնի, եւ անգե վերջը այս հարուստ մարդը իր քերեզմանը դրամատրեց Հիսուսի համար, որ այդ քերեզմանի մեջ Հիսուս թաղվի։ Եվ ասիկալ կրնանք կարդալ Մատթեոս 27:57-60 Սամոս 16:8-11 Սե ամենադեն դեր իմ արջևս տրի, որովհետև իմ աջ կողմս է պիտի չսասանիմ։ Ասոր համար սիրտս ուրախ եղավ ու փառքս փերվեցավ ու մարմինս ալ հույսով պիտի հանգստանա, վասնզի իմ անձս քերեզմանի մեջ պիտի չթողուս ու քու սուրբիտ ալ աբագանություն տեսնել պիտի չդաս։ Գենատ ճամփան ինձ պիտի ցուցնես, երեսի դարչև լեցուն ուրախություն գա, քու աջ կողմդ միշտ հաջություն գա։ Եվ ասիգայալ գխոսի Հիսուսի հարության մասին, որ կգարտանք Գործկարակերոս 2:27-ի մեջ, որ Հիսուսի մարմինը չաբագանեցավ, երրորդ օրը հարություն արավ։ Եվ վերջին մարգարեությունը Սամոս 22:18-ը գսե իմ հանդերձներս իրենց մեջ կբաժնեն ու պատմուջանից վրա վիճակ կցկեն։ Ուրիշ հետաքրքրական բանը, որ Մատթեոս 27:35-ի մեջ կգարտանք, ճիշտ այդպես բադայցավ, երբ որ Հիսուսի խաչը հանեցին, իր հագուստները արին զինվորները եւ ինչ գսե, իրենց մեջ բաժնեցին եւ պատմուջանին վրա վիճակ ցկեցին։ Այս կանալ կարելի է գադարյալ ըլլալ 2000 մոդարաբես տարիներ առաջ գրված բանը Հիսուս բոլորն ալ գեդին գադարեց։ Անշուշտ ուրիշները կան, բայց ասոնցով բավականանք, ասոնք ամենա կիցված թեփքերն են, որոնց մասին բոլորս ալ գիտենք եւ գարտանք ասոնց մասին 5 դագարանի մեջ։ Հիմա գանցնենք Հիսուսի երկրորդ քալստյան։ Եվ Հիսուսի երկրորդ քալուստը երկու բաժիններ ունի։ Անոր համար մարդիկ շատ անգամ գշվարին։ Հիսուսի առաջին քալը աշխարհ անալ երկու բաժին ուներ։ Իր ծնունդը, որ բադահեցավ, շատ մարդիկ տեղյակ չեղան։ Այս թեփքը բավդած թեփքն էր։ Մոքերը գծան, հովիվները գծան եւ հովիվները այդ Փեթլեհեմի շրջանի մեջ տեղեկացուցին եւ Հերովդես թագավորը մոքերեն գծավ եւ անշուշտ պատմությունը գիտենք ինչրավ չարթել դվա բոլոր բզդիկները Փեթլեհեմի մեջ, բայց անգեզատ դեր Հիսուս չերևցավ ոչ մեկտեղ 30 տարի յետք, երբ որ Հիսուս սկսավ իր առաքելության, հոներ որ Հիսուս ճանցվեցավ եւ Հիսուսի խաչելությունը հանրային եղավ, ամեն մարդ գծավ, ամեն մարդ լսեց եւ դարածվեցավ ամեն գոմ եւ ադիգա դեսնվեցավ։ Հիմա ասի ինչու գսեմ, հետաքրքրական է, որ Սուրբ Գիրքի մեջ շատ բաներ կա, որ փամը որ կգադարվի, նորեն կգադարվի եւ նույն ցևով ուրիշ ժամանակի մեջ եւ ճիշտ այս մեկը
անոնց մեկն է առաջինը Բեթլեմի մեջ ծնավ չդեսնված, երբ որ խաչվեցավ հանրային դեսնվեցավ, երբ որ Հիսուս վերաթարնա, կգարտանք, որ նույնպես պիտի լա։ Առաջին մասը վերաթարնալուն, որ հապշտակությունն է, անոնք, որոնք պատրաստ են, անոնք պիտի հապշտակվին, բայց մարդիկ պիտի չգիտնան ինչ եղավ։ Բայց երկրորդ անգամին, որ վերաթարնա սուրբերուն հետ, հոն կտեսնենք, որ ամեն աչք պիտի տեսնե գսե։ Եվ հետաքրքրական չէ, որ ճիշտ նույնը կբադայի, ինչ որ առաջին քալուն բադայեցավ Հիսուսի։ Եվ առաջին երկրորդ քալուն առաջին մասը այն է, որ հապշտակությունն է, Հիսուս պիտի կա իր սուրբերուն համար, անգե 7 տարի վերջ կտեսնենք, որ Հիսուս պիտի վերաթարնա իր սուրբերուն հետ։ Եվ հոնդեղը պիտի իր թակավորությունը հիմնե այս աշխարհի վրա։ Ուրեմն նախ նայենք հապշտակության, որովհետեւ գարկով երթանք եւ տեսնենք մինչեւ ուր պիտի դանի մեզի այս Հիսուսի երկրորդ քալուստը։ Եվ այս հապշտակությունը Աստծո օրացույցին վրա հաջորդ բանն է, որ պիտի բադահի եւ մեկը չի գիտեր երբ անշուշտ նշաններ ունի, Հիսուս ինքը մեզ նշաններ տվավ, սա երբ որ այս բաները լան, գիտած եք, որ մոդեցած է, եւ մենք այսօր այդ նշանները բոլորն ալ կտեսնենք, փամը չգա, որ չեղած, շատ անցիկ կսեմ, որ Հիսուսի ադենալ աշակերտները այդ նշանները կգարձեն, որ եղած է, որտեղ պատերազմներ կար, սով գլար, ասպեսի բաներ շատ գլար։ Հիմա ցեզի պիտի ասեմ, որ Հիսուսի խոսքերուն ասածին ամենամատ, երբ որ գսե երկրորդ քալուն օրերը մոդենան, այս բաները հղի գնգան ցավին պես գսե ավելի պիտի շատնան։ Օրինակ դամ ցեզի եւ գասկնակ, ասկե 3 շաբաթ առաջ 300 չեմ գիտեր քանի երկրաշարժներ եղած էր մեկ շաբթվա մեջ, անշուշտ ամենազորավոր երկրաշարժներ չէին, բայց այս թիվը, որ հաշված էին մեկ շաբթվա մեջ, չլսված բան էր, եւ ադիգա նշանները մեկն է, բայց ամենակարևոր նշանը, որ շատ անցիկ կփախցնեն եւ ադոր համար անհավատության երթան, որովհետեւ այսօր հավատ մգա, որ գսեն Իսրայելի ժողովուրդը այլևս Աստծո ժողովուրդը չէ, եկեղեցին Աստծո ժողովուրդը, մեծ ճշմարտություն կփախցնեն այդ ցեվով հավատալու մեջ, որ սատանային խաբեությունն է։ Հիսուսը ասա, որ անոնք, որոնք ասա ցիթենին ծլիլը դեսնեն եւ ցիթենին սուրբիրքի մեջը Իսրայելի ժողովուրդը կներկայացնե եւ Իսրայելի ժողովուրդը ծնավ 1948-ին անգե առաջ ծրված էին աշխարհի ամեն գոմը, բայց առաջին անգամ երգիր հաստատվեցավ, ասկ հաստատվեցան իրենց հողին վրա 1948-ին։ Սա սերունդ մը պիտի չանցնի, անոնք որոնք ադի դեսնեն Հիսուսի վերաթարցնալ պիտի դեսնեն։ Ուրեմն մինչև այս ժամանակ, որ շատեր գխորեն, որ եղած է, եթե մտածեք բարգյամը, առաջին համաշխարհային պատերազմը եղավ, երկրորդ համաշխարհային պատերազմը եղավ, եւ ասոնք մեծ պատերազմներ էին, ասոնք կրնային այդ պայմանը լեցնել, որ Հիսուս սա պատերազմներ եւ պատերազմներ ուրեր, բայց ցիթենին մասը դեռ չէր կատարված, 1948-ին այդ մեկը կատարվեցավ, եւ հիմա այդ պայմանն ալ լեցված է, եւ անոր գողքին մենք երբ որ գարտանք հայտնությունով անուն, թե ինչ բաներ պիտի լան վերջին 7 տարիներում մեջ, կտեսնենք, որ անոնց պայմաններն ալ արդեն լեցված են, եւ գնանք ասել, որ այլևս փամը չէ մնացած, պայման չէ մնացած լեցվելու, Հիսուս ոյ մեգադեն գրնակալ։ Եվ հապշտակություն բարը, որ Սուրբ մեջը ճիշտ այդ բարը չի գտնվիր, անգլերենին կամ եբրայերենին մեջ, հայերենը ուրիշ բան է, թարգմանությունները փոխված դարբեր բարեր կործածած են,
հապշտագություն բառը վեր առնվիլ բառն է, որ մի քանի համարներում մեջ մենք կգարտանք։ Առաջինը կգտնվի առաջին Թեսաղոնիկեցիս 4 13-ն 18-ը։ Քանզի կհավատանք, թե Հիսուս մեռավ եւ հարություն արավ, նույնպես ալ Աստված ննչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ, բասնզի ասիգա գսեմ ցեզի դերոջը խոսքովը, եթե մենք մինչև դերոջը քալուստը ողջ մնանք, բնավ ննչեցյալներեն առաջ պիտի չանցնենք, բասնզի դերը ինք աստարարության հրամանով, հրեշտակա պետին ցայնով ու Աստուծո փողովը երկնքեն պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի առնեն։ Ետնալ մենք ալ որ ողջ մնացած ենք անոնց հետ պիտի հապշտակվենք ամբերով դերոջ արչև ելնելու օթին մեջ եւ այնպես հավդյան դերոջը հետ ելանք ուստի մեկ մխիթարենք այս խոսքերով հիմա կտեսնեք հայրենի մեջ հապշտակություն բառը գա Պարկաստուծո մենք ադորվրավ վեճ չենք կնարնենալ հայրենի շիդակ բառը կործածված է հապշտակություն եւ անշուշտ կխոսի ասիգա անոնց նախ կսկսի խոսելով անոնց համար որ ննչած են գսե անոնք առաջ հարություն պիտի առնեն գսե եւ պիտի հապշտակվին անգևերջը մենք որ ողջ մնացած ենք մենք ալ անոնց պիտի միանանք օթին մեջ եւ Հիսուսի հետ հավերենականության պիտի անցնենք ինչ լավ պիտի լա այն բոլոր անձերուն որ մեկ անգամ պիտի ծնին երկու անգամ պիտի ծնին եւ երբեք պիտի չմեռնին շատեր կան այսօր մեր սիրելիներ որ կացած են մեզ մարաջ երկու անգամ ծնան բայց մեկ անգամ մեռան մեզի համար կարելիությունը կա որ երկու անգամ ծնինք եւ երբեք չմեռնինք ամենա երանելի անցիկը պիտի լանք որ մահին համը երբեք պիտի չառնենք մահը երբեք մեզի պիտի չայցելե եւ կավադամ որ ես մենք այդ սերունդն ենք որ այդ խումբին պիտի պատկանենք երկրորդ մասը որ հապշտակության մասին գխոսի երկրորդ Կորինթացիս առաջին Կորինթացիս 15 51-ն 52 համարներն են ացեզի խորուրդը կսեմ ամենքս ալ պիտի չննչենք բայց ամենքս ալ պիտի փոխվենք հանգարձակի աչ կոծել փանալու մեջ վերջին փողին հնչվելուն ադենա որովհետև փողը պիտի հնչվի ու մերելներ հարճում դառնեն առանց աբագանության մենք ալ պիտի փոխվենք առանց աբագանության մենք ալ պիտի փոխվենք ինչ լավ բան պիտի լա եւ ասիկա պիտի բադայգսե աչ կոծել փանալու մեջ երբեք ուշադրություն ունեցես աչ կտքան անգամ կփանաս կոծես եւ որքան արագ կլա այդ մեկը չես մտածեր աչ կոծել փանալ մասին եւ ճիշտ այդպես կսե աչ կոծել փանալու մեզ փողը պիտի ընչեգսե եւ բոլոր անոնք որ Քրիստոսով են պիտի հապշտակվին եւ վերջինը Ֆիլիպեցիս 3:20-21 կսե բայց մեր քաղաքականությունը երկինքն է ուրգե կսպասենք փրկին Տեր Հիսուս Քրիստոսին որ պիտի նորոգե մեր խոնար մարմինը իր փառավոր մարմինին գերբարանագից լալու այն զորությունով որ կարող է ամենքը իրեն հնազանդեցնել խոսի հապշտակության մասին որ պիտի մեր մարմինները փոխվին այս աբագանացու մարմինեն անաբագանացու մարմին պիտի ունենանք եւ ասիգալ ինչ գեղեցիկ է պիտի գսե նորոգե մեր խոնար մարմինը իր փառավոր մարմինին գերբարանագից լալու ճիշտ Հիսուսի պես պիտի լանք մեր մարմինները Հիսուսի պես փառավոր մարմին պիտի լան Ուրեմն մի քանի ճշմարտություններ որ այս համարներեն գասկնանք եւ կստագանա մեզի ասոնքեն որ հապշտակությունը ագնթարթի մեջ պիտի լա աչք փանալ կոծելու պես կսե եւ նախ Քրիստոսով ննչողները պիտի արթնան հետո անոնք որ ողջ մնացած են պիտի միանան ամբերու մեջ իրենց հետ եւ մենք
Պիտի հապշտակվենք թեպի երկինք, Քրիստոս պիտի կա իր սուրբերուն համար, եւ Մատթեոս 24:42-ին համաձայն, երբեք մեկը պիտի չսե, որ գուքագոր Հիսուս, լուր պիտի չունենանք, մեկ անգամ են պիտի պատահի եւ ոչ մեկը դերյակ պիտի լա։ Նայեցեք ինչ կսե Մատթեոս 24:42-ի մեջ։ Գսե ուրեմն արթուն գեցեք, վասնզի չեք գիտեր թե որ ժամուն ծեր դերը պիտի կա։ Չեք գիտեր որ ժամուն պիտի կա։ Մոտավորապես կրնանք գիտնալ ժամանակները, բայց որ ժամուն պիտի կա չենք գիտեր։ Ժամանակները գիտենք Հիսուսի ասածներն, բայց որ ժամը մեկը չգիտեր։ Անոր համար միշտ պատրաստ պետք է լանք։ Արթուն գեցեք գսե արթնության հետ կապված բանն է, որ բոլոր անցնող շաբաթաբերձը մենք սերդեցինք մեր համակարգի մեջ եւ անոնք որոնք բացակայ են կրնակ մտի գնել YouTube-ին վրա YouTube channel-ին վրա դրածենք եթե չեք գտներ Ջուլիետ Քույրիգին կրնակ խոսիլ ցեզի կրնակ գրել լինքերը եւ մտի գրեք որքան կարեւոր է արթուն ըլլալը արթնությունը եւ ասիկա ամեն մեկ հավատացյալն ականջին օղ պետք է լա որ միշտ արթուն պետք է ըլլանք որովհետև չենք գիտեր որ ժամուն մեր դերը պիտի կա եւ երկրորդ Պետրոս 3:9 գսե բայց նախ ասիկա գիտեք թե վերջին օրերը ծաղրնողներ պիտի կան որոնք իրենց ցանկություններուն համեմատ պիտի քալեն ու պիտի ասեն ուր է անոր քալուն խոստումը վասնզի թեև մեր հայրերը գնացան բայց դեռ ամեն բան այնպես կմնա ինչպես արարածներուն սկիզբներ քանզի անոնք որոնց ուզածը այս է այն բանը մորցեր են թե երկինք առաջվնե գար ու երգիր ճուրերեն եւ ճուրերով հաստատ կեցեր աստուծո խոսքովը որով հին աբագանված աշխարը ճրեեղով գործվեցավ հիմա երկինք ու երգիր բաղված են նույն խոսքով գրագի համար մինչև Թադաստանին ու ամփարիշտ մարդոց գորստյան օրը այս մեկ բանը ցեզ մեծ զաջուկ չմնա սիրելիներ թե դերոջը կով մեկ օրը 1000 դարվան պես է ու 1000 դարին մեկ օրվան պես դերը չուշացներ իր խոստումը ինչպես ոմանք ուշացած կսեբեն հաբա երգայնամիտ կլա բասնզի չուզեր որ մեկը գործվի հաբա որ ամենքը ապաշխարեն այս համարը մեզի մեկ բան հստակ կնե որ մենք որ շատ անգամ գխորինք թե Հիսուս իր խոսքը չի բայեր, չի վերաթարնար, գներվինք, ասենք ինչու խոստում տվավ, եթե բիլի չկա, ցեզի սեմ, համարի շատ հստակ կսե, որ Հիսուս պիտի կա, բայց պատճառը որ գուշացն է, այն է որ կսե Աստված գուզե որ ամենը փրկվին։ Եվ մենք շատ անգամ գներվինք Աստծուց մենք ասենք Աստված ինչու չարերը չի բացեր աս մարդիկը որ աշխարհը դակնու վրա գնեն սկսել լանք անանք խոսքեր խոսել են որովհետև մենք ալ սխալներու մեջ գնանք եթե Աստված ամեն մեկուն բադիժը դար իր վարյանին եւ արիտ չի դար չողորմեր մենք ալ ողջ չենք մնար մենք ալ բադիժի արժանի պիտի լայնք Աստված իր ողորմությունով գսեվասնի չուզեր որ մեկը գործվի հաբա որ ամենքը ապաշխարեն գարելի է որ ցուն եւ ես այսօր մեր յանքերում մեջ հարցեր ունենք որ Աստծո հաճելի չեն Աստված մեզի արիտ կուտա որ այդ հարցերը մաքրենք մեր յանքերում մեջ Հիսուսի չվերաթարնալեն որբեսի մենք խոս չմնանք եւ ադոր համար սկսելանք ուրիշներուն այբանել է որտեղ մենք գնանք գեդեր ունենալ որ Աստված անոնց համար է որ մեզի ժամանակ կուտա որ մենք մեր յանքերը փոխենք ասիգա ուրեմն հապշտագության մասներ եւ երկրորդ մասնաբիդինեմ գիտեմ ուշ շատ քիչ գուշենք բայց ուշը սկսա գներեք շատ չմնաց
Հիմա Հիսուսի քալստյան երկրորդ բաժինը, առաջին բաժինը ասենք հապշտակությունն է, երկրորդ բաժինը իր վերադարձին երկրորդ քալստյան Հիսուսի աշխարհ վերադառնալն է։ Կարդանք Հայտնություն 19 11-16 կսե դեսա երկինքը բացված եւ ջերմակ ցիմը անոր վրա հեծնողին հավատարիմ ու ճշմարիտ անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կոչվի արդարությամբ թադաստան կդեսնե ու կբادرազմի անոր աչքերը գրագի փոցի պես էին անոր գլխում վրա շատ թակեր կային եւ գրված անումը ուներ որ մեկը չի գիտեր բայց միայն ինք Այնով ներգված հանդերձ մահակեր էր, անոր անունը Փանն Աստուծո էր, եւ երկինքի մեջ եղող զորքերը անոր յետևեն գերտային, ջերմակ ցիերով, ջերմակ մաքուր հակած, անոր փերնեն սրած սուր մգելեր, որբեսի անով ասկերը զարնե, ու ինք երգաթե կավազանով բիդի հովեզանով, ու ամենագալ Աստվածը սաստիկ բարգության, Աստուծո սաստիկ բարգությանը քինիեն հնցաննը ինք պիտի գողե եւ իր բատնուջանին վրա ու իր ասրին վրա գրված քիրմ ուներ թակավորած եւ դերած այս համարները մեզի գխոսին Հիսուսի երկրորդ քալստյան մասին եւ Հիսուսի մասին խոսքս է այդ հավատարիմը որ այսինքն իր խոսքը պիտի բահե այն հավատարիմը Փանը գսե Փանն Աստուծո Ուր գարտացինք այդ Փան բարը Հիսուսի մասին ովանու առաջին գլխում մեջ սկիզբն էր Փանը եւ Փանը Աստուծո կողմն էր անգլերենով word գսե եւ Փանը Աստված էր խոսքս է Փանն Աստուծո կվերադառնա Հիսուսի մասին է խոսի եւ անշուշտ վերջին համարը որ գարտացինք 16-րդ համարը գսե անիգա պիտի վերադառնա իբր թակավորած եւ դրանց առաջին քալուն եկավ իբր փրկիչ բայց այս անգամ պիտի կա թակավորանց մեկ իրեն պիտի չգնա գլուխ վերցնել մեկ իրեն փերան պիտի չգնա բանալ գսե փերնի մեջ սուր մգար գսե եւ ադով պիտի զարնե բոլոր ասկերը եւ չեմ ուզեր անոր մանրամասնություններ տալ հայտնություն որին խոսեց անգանոց մասին բայց բարձաբես կուզեմ որ ընդհանուր պատկերը դեսնենք եւ իր հետը բազմություն կար գսե անոր մասին 14-րդ համարի մեջ կարդացինք երկինքի մեջ եղող զորքերը անոր յետևեն գերտային ջերմակ ցիերով ջերմակ ու մաքուր փեզներ հակած երբ Հիսուս Սուրբ Գիրքի մեջ ջերմակներու մասին ջերմակ հակվածի մասին խոսի անիգա գխոսի սրբության մասին եւ զորքերը որոնց մասին գխոսի հավատացյալներն են որոնք մաքուր հագուստով երկինք են արդեն մեղ չունի իրենց վրա անոնց մասին է որ գխոսի եւ հութա 14 եւ 15 համարներու մեջ կգարտանք սե անոնց համար մարգարեացավ ենողնալ որ 7-րդն էր ատամեն ուսավ ահա դերը իր փիրավոր սուրբերով եկավ կտեսնեք հոս ավելի կստանա զորքեր գսեր հայտնության մեջը նույն բարերն են փիրավորը գործածենորեն բայց այս անգամ սուրբերովը եկավ գսե ամենուն թադաստաննելու ու բոլոր ամբարիշտները հանդիմանելու իրենց ըրած բոլոր ամբարիշտ գործերուն համար ու այն բոլոր խիստ խոսքերուն համար որոնք ամբարիշտ մեղավորները անորթեմ խոսեցան Հիսուս իր սուրբերովը կվերադառնա եւ ուր պիտի վերադառնա Հիսուս երբ որ վերադառնա ուր պիտի վերադառնա ասիկա շատ կարեւոր բան է որովհետեւ այս օրերս ամեն լուրերուն վրա որ գլսենք լուրերեն հագարագություններ Իսրայելի հետ կապված այսօր պատճառով է նայեցեք ինչ կսե Զաքարիա 14:1-4 կսե ահա դերոջ օրը գուկա եւ քու ավարդ քու մեջդ պիտի բաժնվի քանզի բոլոր ասկերը բادرազմի համար Երուսաղեմի վրա պիտի հավաքեմ քաղաքը պիտի առնվի դուները պիտի գողոպտվին գիները պիտի բղծվին քաղաքին գեսը քերի պիտի դարվի բայց ժողովրդին մնացորդը քաղաքեն պիտի չհերանա դերը պիտի ելե
Աբա այն ասկերուն հետ պիտի բادرազմի, ինչպես բادرազմին օրը բادرազմեցավ։ Այն օրը անոր ոտքերը ցիթեններու լերանը վրա պիտի կայնին եւ Երուսաղեմին արչեւ ու թեբի արևելք ցիթեններու լերը թեբի արևելք ու թեբի արևմուտք կեսեմ պիտի բادرվի ու խիստ մեծ ծորմը պիտի գազմվի լերանը գեսը թեբի Հիսուս գեսը թեբի հարավ պիտի քաշվի եւ այսքան հոստել բավականանանք կարևոր գեդը այստեղ գսե երբ որ Հիսուս վերաթարնա իր սուրբերովը ուր պիտի իջնե ուր պիտի կա ցիթենյաց լերանը վրա ցիթենյաց լերը նույն լերն է ուր ինքը Երուսաղեմ մտավ հաղթական իշու վրա ավանագին վրա որ քիչ առաջ ասինք կարտացինք եւ ինչ է դժվարությունը հիմա այս Երուսաղեմի հարցը որ բաղստինցները գսեն մերն է հрьяաները գսեն մերն է ասոր երեսեն ամեն օր գրիվ գա ինչ է հարցը գիտեք սատանան միշտ գուզե եթե գուզեք կացեք 5 դագարան առաջին օրեն աստուծո ծրագիրները խանգարե եւ United Nation-ը այսօր Օբամայի ժամանակ ընդունեց որ Երուսաղեմը Պաղեստինի կպատկանի բայց Թրամփը որ եկավ ասավ Երուսաղեմը Իսրայելի կպատկանի եւ հիմա կացեք այսօր դագեն ելեք ինչու այսպիսի միշտ հագարակություն կա որովհետեւ աստուծո ծրագրի մեջ Երուսաղեմը թեր դեղ ունի եւ հոմ պիտի ամեն բան վերջանա եւ եթե Իսրայելի չպատկանի հավատալ դա սատանան որ Իսրայելի չպատկանի բոլոր ասկերը ինչպես կտեսնեք օրեօր որքան Իսրայել թեմ հագարակությունը գավելնա չեմ ասել որ Իսրայելի ուրածը ամեն բան շիդագ է որովհետեւ իրենք հալաստուծմե հերույն բայց այս բոլորը կպատրաստվի աստուծո պատրաստությունն է որ իր ծրագիրը լեցնե որ բոլոր ասկերը Իսրայելի վրա կան եւ այս քիչ առաջ որ գարտացինք հոն կտեսնենք ինչպես պիտի կան գսե Զաքարիայի մեջը եւ հոն Հիսուս պիտի չնե գսե ցիթենյաց լերան վրա եւ բոլորը պիտի զարնե եւ փճացնե եւ ինչ պիտի բադայի անդերը երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:7-10 գսե եւ ցեզի նեղություն գրողներուտ մեզի հետ հանգիստ երբ Տեր Հիսուս երկինքեն հայտնվի իր զորավոր ռեշտակներով փորփոքած գրագով վրեժ առնելու անոնցմե որ Աստված չեն ճանչնար եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ավետարանին չեն հնազանդիր որոնք պիտի պատժվին հավիտենական ավերումով ու պիտի վդարվին Տերոջ երեսեն ու անոր զորությանը փառքեն երբ ինքը փառավորվիլ իր սուրբերուն մեջ եւ հիանալի ըլլալ բոլոր հավատացյալներու մեջ բասնզի մեր վկայության հավատացիք այն օրը հոս գխոսի թե Հիսուս պիտի կա վրեժ խնդրությամբ առաջին անգամ որ եկավ սիրով եկավ Աստված սերը Աստուծո սերը հայտնեց աշխարհին որովհետեւ հայտնու Հովանու 3:16-ի մեջ կգարտանք, բասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, գսև Հիսուս եկավ Աստուծո սերը հայտնելու, բայց անոնք, որոնք Աստուծո սերը չընդունին, բարդական պիտի լան Աստուծո թադաստանին, որովհետև Աստված սուրբ է, իր սիրուն միջոցով, Քրիստոսի միջոցով մեղքերու թողություն կրնադալ անոնց, որոնք կհավատան իրեն, բայց ամբոր չընդունիր Քրիստոսը, Աստուծո սերը չընդունիր, այն ադեն իրենց կպատրաստեն Աստուծո արդարության թեմ գայնելու, որ Աստված արդար է եւ Աստուծո սրբության մեջ մեղք չի գնար կոյանալ եւ քանի որ մարդ արարածը իր մեղքի մեջ որ մնա չփրկվի իր մեղքի մեջ կմնա պիտի չգնա Աստուծո ներկայության մեջ կայնիլ եւ այս համարը գսե որ Հիսուս պիտի կա այս անգամ վրեժ խնդրությունով եւ բոլորը պիտի
փորփոքած գրագով վրեժ առնելու անոնցմե որ Աստուծո չեն ճանչնար ասիգա անշուշտ գուսամ որ ոչ մեկերնից այս խումբի մեջ գտնվենք բայց այսօրվա սերդողություններն շատ բան հստակ կլա որ մեզի համար մենք ամենադեմ պատրաստ պետք է լանք որտեղ ժամանակը չենք գիտեր քալ չորեքշաբթի դերգամի Թանիելի մասին պիտի խոսիմ որ կոմդաս եղբոր հարցումները մեկներ Թանիելին շաբաթները 70 շաբաթ որ խոսի անոնց մասին ինչպես կգաբի ասունցետ անոնց մասին պիտի խոսենք եւ իրարու հետ գաբենք բայց այսօրվա համար այսքան իմ աղոթքսե որ բոլորս ալ միշտ պատրաստ գտնվենք որտեղ մեկը չի գիտեր անոր քալու ժամանակը աղոթենք անգեբերջ հարցումներ ժամանակ դիտանք երտնայր շնորհակալ ենք քո խոսքի ճշմարտություններուն համար որ մեզի դվածես մեր ցերկերու մեջն այսօր դեսանք թե ինչպես 5 դագարանեն 2000 տարիներ առաջ այն բոլոր մարգարեությունները որ մարգարեացված էր Հիսուսի առաջին քալու մասին գեդարգետ Հիսուս կդարեց այն բոլորը մեզի մեկ բան խոսին այդ խոսքերը որ մենք կնանք վստահել բոլոր մյուս խոստումներուն համար որ Սուրբ Գիրքի մեջ կան մարգարեությունները որ գխոսին Հիսուսի երկրորդ քալստյան մասին ով դեր օգնե որ արթուն եւս կաստլանք արթնությունը մեր կյանքերու մեջ նորոգվի ամենադեն որովհետեւ գխոսքերը կսեն թե անոնք որոնք պատրաստ են ամբերով պիտի հապշտակվին իսկ Հիսուսի երկրորդ քալստան երկրորդ մասի մեջ անոնք որոնք հոսմնացած են Հիսուսի թեմ որ ելեն պիտի գործանին օգնե մեզի որոդեր միշտ պատրաստ լանք նախ բոլորովին հանձնված քեզի մեր մեղքերուն թողություն ստացած մեր հակուսները մաքրված ջերմկցած կարնանք պատրաստ լալ քու արջևդ կայնելու ինչպես համարսավ չամճնալու համար օգնե մեզի որդեր գխնդրանք Հիսուսի անունով ամեն